Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում ճակատագիրը հետաքրքիր խաղ է խաղում Ռեբեկայի հետ։ Պարզվում է, որ Ռեբեկային փրկած երիտասարդ դողմինքը հետո Ռեբեկան փրկեց Կորի ընկերն է։ Ռեբեկան ու այդ երիտասարդը շոկի են ենթարկվում իրար տեսնելիս ու Կորն էլ այդ ամենը շատ լավ նկատում է։ Պարզապես չի կարողանում ապացուցել, որ այդ երկուսն իրար ճանաչում են ու ինչ-որ բան են թաքցնում։ Իսկ հետո, երբ Գորը այդ տղային առաջարկում է մնալ Վահեին տանը, ամեն բան էլ ավելի է խառնվում։ Ռեբեկան արագ գնում է Վահեի տուն, մաքրում արյան բոլոր հետքերը, սակայն չի հասցնում տանից դուրս գալ, որ նրանք գալիս են։ Ռեբեկան թաքնվում է, իսկ այդ տղան շատ քաղաքավարի ձևով Գորին դուրս է հրավիրում, ինչից հետո Ռեբեկան ու նա դեմ առ դեմ կանգնում են և Ռեբեկան ասում է, որ դեղերը և սնունդը դարակում են և ինքը հույս ունի, որ իրենք այլևս երբեք չեն հանդիպի, ասում է ու հեռանում, չիմանալով, որ հենց այդ տղան էլ դառնալու է Ռեբեկայի կյանքի սերը։ Արմանն էլ իր ասելիքը ասում է Սարոյանին, ամեն կերպ արդարացնում իր հորը ու հեռանում, ինչից հետո հերթական անգամ զանգում է հորը և Կարիկը այս անգամ պատասխանում է, անմեղ ձայնով հարցնելով, թե ինչպես է նա։ Արմանն էլ ասում է, որ իր կյանքը տակնու վրա է եղել նրա անմտածված քայլի պատճառով։ Կարիկը կարծես իրեն վատ է զգում, բայց նա հաստատ այնքան տրամաբանություն չունի, որ հասկանա, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Հուսանք կորն է, որ վերջապես հանդարտվել է, քանի որ վրեժը կարծես թե լուծել է։ Ճիշտ է, դա իրեն ոչինչ չի տվել, բացի նրանից, որ վաղ թե ուշ պատասխան կտա իր արածի համար, բայց այնուամենայնիվ Արմանը հիմա շատ ծանր դրության մեջ է և որքան էլ Էլային խոստացել է, որ ընտրության առաջ լինելու դեպքում կընտրի նրան, չի կարողանում գնալ այդ քայլին և խոսել իր հոր դեմ։ Էլան այս ամենը շատ լավ լսեց ու հասկացավ և իր համար որոշում է կայացրել, որ պետք է բացահայտի իր հոր սպանության մեղավորին ու անցակիցներին։ Նա բացահայտ խոսում է այդ մասին։ Դեռ պապիկն էր փորձում նրան հանդարտեցնել, հետ պահել այդ մտքից, իսկ հետո Սառան, սակայն նրանցից և ոչ մեկի մոտ ոչինչ չի ստացվում։ Սառան ասում է, որ հանկարծ նման քայլի չգնա, որ եթե ցանկանում է պատժել մեղավորին, ապա թող տա միայն հենց Կարիկի անունը, որովհետև անմեղ Արմանին խառնելով այս պատմությանը նա երբեք չի ների իրեն ու որոշ ժամանակ անց կզղջա իր արածի համար։ Էլան կոպտում է Սառային ու ասում, որ ինքը արդեն կայացրել է իր որոշումը։ Քիչ անց, երբ Սարոյանի մոտ է գալիս Միսակի սպանության գործով քննիչը, Էլան մտնում է պապիկի աշխատասենյակ ու ասում, որ ինքը գիտի, թե ով է սպանել իր հորը և պատրաստ է տալ նրա անունը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Էլան իրոք կասի, որ Կարիկն է սպանել Միսակին և որ նրա որդի Արմանն էլ նրա հանցակիցն է։ Գրեք մեկնաբանություն և սեղմեք բանանորդագրվել կոճակը։ Իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ էս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին, վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ, խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն, եւ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։
դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իր այդ վարգիշը, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի, էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Ոչ իրականում այս դրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։